Արցախը Հայաստանին կապող երկրորդ ճանապարհի կառուցման աշխատանքները տարեսկզբին են մեկնարկել։ Ծրագրի նախնական արժեքը 30 միլիոն ԱՄՆ դոլար է։ Կյանքի է կոչվում համաեվրոպական հեռախոսամարաթոնի, Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնի եւ տարբեր երկրներում կազմակերպված դրամահավաք ճաշկերույթների արդյունքում հավաքագրված գումարներով։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում շինարարները կրկին անցնում են կառուցապատման։ Հողային աշխատանքներն ավարտել ենք արդեն, կատարում ենք հիմա վերջնական հարդարման եւ արհեստական կառուցվածքների վերջնական կառուցումը, ունենք մի մեծ հենապատ։ Մարտակերտ Վարդենիս մայրուղին այլընտրանքային ճանապարհ լինելուց բացի տնտեսական մեծ հնարավորություններ է ընձեռում։ Հանգամանքն առավել սպասված է հարևան բնակավայրերում, ինչ-ինչ, բայց գյուղացին մայրուղու կառուցման հետ մեծ հույսեր ունի։ Շրջանակները նաև բիզնես ծրագրեր են ներառում։ Համագյուղացիները արդեն ցանկություններ են հայտնել, ուզում են բիզնես ծրագրի համար, բիզնեսը զարգացնելու համար, մեկ այլ գյուղատնտեսության այդ մասնաճյուղը զարգացման համար։ Այս օրերին շինարարները տարվա վերջին աշխատանքներն են կատարում։ Դրանք որոշ տեղերում հատուկ դժվարություններ են առաջացրել, բայց ճանապարհաշինական խոշոր կազմակերպությունները ժայռերի պայթեցման զգալի մասն արդեն արել են։ Մի քանի տեղում էլ ռելիեֆային փոփոխություններ են կատարել։ Նույնիսկ խնդիր եղավ ճանապարհը դարձնել ավելի անվտանգ, որոշ տեղերում մենք գետի հունը փոխեցինք։ Ասֆալտապատումն ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա անելիքների շարքում է։ Մեքենամեխանիզմներն էլ փոխարինվելու են գարնան տեղումներից հետո։ Նարեկ Սահակյան, Արցախից ժամը լրատվականի համար։